Մասնավոր զրույցներում Հայաստանի իշխանությունները արևմուտքին ազդակներ են փոխանցել, թե ընտրական նոր օրենսգիրքը կազմվելու է արդար եղանակով, այսօր լրագրողներին ասաց Երևանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Look at the next elections as an opportunity to give boost to the development of Armenia. Մասնավոր զրույցներում Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին ասել եմ, հաջորդ ընտրությունները դիտարկեք որպես հնարավորություն նպաստելու Հայաստանի զարգացմանը, քաղաքական, ժողովրդավարական և տնտեսական առումներով, հիմք ընդունելով իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների հետ իմ զրույցները, կարող եմ ասել, որ ընդհանուր հենք եմ տեսնում, բազմաթիվ ազդակներ եմ տեսնում, որ ընտրական օրենսգիրքը կազմվելու է շատ արդար, արեստավարժ և պատասխանատու եղանակով։ Սահմանադրական հանրաքվեից հետո եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների դեսպանատները մոտ 1 տասնյակ հայտարարություններով կոչ են արել Հայաստանի իշխանություններին պատշաճ արձագանքել ընտրախախտումներին, նպաստել ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ձևավորմանը, ինչպես նաև ընտրական նոր օրենսգիրքը կազմել ընդդիմության հետ փոխհամաձայնեցված։ Ընտրական նոր օրենսգիրքը, որի վրա այժմ աշխատում են կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը խորհրդարան պետք է ներկայացվի մինչև մարտի 1-ը։ Հարցին, եթե 2017 թվականի ընտրությունները անցնեն ընտրախախտումներով, արդյոք այն իր ազդեցությունը կթողնի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա, դեսպան Սվիտալսկին պատասխանեց. We have a positive agenda as the European Union. Եվրամիության օրակարգը դրական է և հավատում ենք, հույս ունենք, որ հաջորդ 2017 թվականի ընտրությունները կանցկացվեն լավ ընտրական օրենսգրքի հիման վրա, որը կարտացոլի ԵԱԿ առաջարկությունները և լայնորեն կբանակցվի ազգային ժողովում։ 2017 թվականի ընտրությունները ամուր, իրավական և եվրոպական հիմքերի վրա անցկացնելը լուրջ ազդակ կհաղորդի Հայաստանի հետագա զարգացմանը, մենք դրական ենք տրամադրված։